Now we vote on the joint motion for resolution tabled by 6 groups on the unlawful detention and sham trials of Armenian hostages, including high-ranking political representatives. Ձայների գերակշիռ մեծամասնությամբ 523 կողմ, 3 դեմ 84 ձեռնպահ հարաբերակցությամբ Եվրախորհրդանն այսօր հրատապ կարգով բանաձև ընդունեց Բաքվում պահվող հայերի, այդ թվում Արցախի նախկին ղեկավարության մասին, կոչ անելով Ադրբեջանին նրանց անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակել։ Եվրոպական խորհրդանի բոլոր խոշոր խմբակցությունների համատեղ փաստաթուղթն ընդգծում է հայերի դեմ շինծու դատավարություններ են ընթանում, նրանք ենթարկվում են անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքի, այդ թվում արգելված հոգեմետ միջոցներով։ Մենք այլևս չենք կարող լռել, 3 բանաձևի քննարկմանը հայտարարեց փաստաթղթի համահեղինակներից Մաղինա Մերժուղը։ Այդ մարդկանց միակ հանցանքն այն է, որ պաշտպանել են իրենց հողը, իրենց ժողովրդին ու իրենց իրավունքները։ Եթե մենք հիմա ոչ մի քայլ չձեռնարկենք, կնշանակի հստակ ուղերձենք հղում Ալիևին, որ նա կարող է շարունակել այն, ինչ անում է Հայաստանի հետ, մնալով անպատիժ։ Բանաձևը պահանջում է, որ Եվրամիությունը կոնկրետ պայմաններ դնի Ադրբեջանի առաջ, այդ թվում պահանջի, որ Բաքուն գնա Հայաստանի հետ խաղաղության, ինչպես նաև երաշխավորի Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում նրանց վերադարձի իրավունքը Արցախ։ Բացի այդ, փաստաթուղթը կոչ է անում Բաքվում հավատարմագրված եվրոպացի դեսպաններին, ինչպես նաև Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ հանձնակատարին ներկա լինել եւ հետեւել հայերի դատավարություններին։ Այս հարցով միայն մենք չէ, որ պիտի զբաղվենք, հայտարարեց պատգամավոր Կատաղինա Վիեղան։ I am glad that this parliament is consistently and strongly addressing the situation. Ես ուրախ եմ, որ այս խորհրդարանը հետևողականորեն հետևում է այս հարցին, բայց ցավոք տպավորություն է, որ մենք եվրոպական միակ կառույցն ենք, որ զբաղվում ենք դրանով։ Մենք չենք կարող շարունակել նախկինի նման հարաբերվել Ադրբեջանի հետ, զոհաբերելով մեր արժեքները տնտեսական ու էներգետիկ շահերին։ Պատգամավորների ելույթներում կարմիր թելով անցնում էր քննադատությունը Միության արտաքին քաղաքականությունը որոշող Եվրահանձնաժողովի հասցեին, որի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը 2022-ին 44-օրյա պատերազմից եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումներից հետո ռազմավարական համագործակցության հուշագիր էր ստորագրել իր համալիևի հետ ադրբեջանական գազի մատակարարումներն ավելացնելու մասին։ Ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուଆ Բելամին հարց բարձրացրեց. Ինչու է Ուկրաինայի դեմ Պուտինի հարձակումը պատժվում, իսկ Ալիևի ագրեսիան մնում անպատիժ։ Comment pouvez-vous justifier qu'aujourd'hui Ինչպես կարող եք արդարացնել գազի ներկրումը Ադրբեջանից, ինչպես կարող եք արդարացնել համագործակցությունը հանցագործների հետ, որոնք զազրելի ոճրագործություններ են իրականացնում։ Արդյոք Բաքվից գազ ստանալը նույնքան անընդունելի չէ, որքան գազը Ռուսաստանից։ Նույն բանը չէ։ Est-ce que c'est plus indécent aujourd'hui de faire venir du gaz de Bakou que du gaz de Moscou? Est-ce que ça n'est pas le même gaz? Եվրահանձնաժողովից էներգետիկայի հարցով հանձնակատար Դան Յորգենսենն էր եկել քննարկման։ Նա ի տարբերություն պատգամավորների կոշտ բառապաշարի խուսափեց անգամ ձերբակալվածներին ազատ արձակելու կոչերից։ Եվրոպական միությունը կշարունակի կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հետևել իր միջազգային պարտավորություններին, այդ թվում արդար դատաքննությանը։ Մենք օգտագործենք ամեն մի հնարավորություն հորդորելու Ադրբեջանին երաշխավորել անվտանգ ու արժանապատիվ պայմաններ ձերբակալվածների համար։ Խոստանալով գործի դնել ամեն մի հնարավորություն, Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը չհստակեցրեց կլինեն արդյոք այդ շարքում նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ, ինչպես Եվրախորհրդարանն է առաջարկում։ Փոխարենը խոսեց տարածաշրջանում խաղաղության հասնելու անհրաժեշտությունից, հավասարության նշան դնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Կարևոր է, որ երկու երկրների կառավարություններն իրենց հասարակություններին տանեն խաղաղության ճանապարհով։ Եվրոպական միությունը կշարունակի աջակցել այս գործընթացին մեր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներով։ Մենք պատրաստակամ ենք օգնել տևական ու կայուն խաղաղության հասնելու կողմերի երկխոսությանը։ 44-օրյա պատերազմից հետո Եվրամիությունը սկսեց ակտիվորեն զբաղվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ։ Եվրոպայի խորհրդի նախկին ղեկավար Շարլ Միշելը այն ժամանակ մի քանի հանդիպում նախաձեռնեց Փաշինյանի եւ Ալիևի միջև։ Դրանց ընթացքում ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ, սակայն, այդ թվում գերիների ազատ արձակման մասին, մինչ օրս մնացել են թղթի վրա։
Այսօր ի դեպ, մինչ եվրոպացի падգամավորները Ադրբեջանին դատապարտող բանաձև էին ընդունում Ստրասբուրգում, նույն Շարլ Միշելը որպես պաշտոնաթող դիվանագետ Եվրոպայի միասնության եւ արժեքների մասին ելույթ էր ունենում Ադրբեջանում։ Նա Բաքվի գլոբալ ֆորումի պատվավոր հյուրերից էր։